Դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Ֆոն դեր Լայենի այցին հետևել է Երևանից իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանը։ Ես հիմա գտնվում եմ Հայաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ արդեն մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Սպասվում է, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցությամբ առնչվող մի շարք կարևոր եւ առանցքային հարցեր։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառայած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Ինչու են եվրոպական դերակատարները գալիս Հայաստան։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով եվրոպական դերակատարի այցի բուն ուղղությունն Ադրբեջանն է եւ այս process-ում Հայաստանը դիտարկվում է միջոց Ադրբեջանի դեմ ավելի ստրատեգիական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Ադրբեջանը Եվրոպական միության համար ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, ասում են։ Հայաստանի հանդեպ կան պահանջներ եւ պայմաններ, որ դնում են Թուրքիան եւ Ադրբեջանը որպես խաղաղության հաստատման Եվ ըստ այդմ նաև այդ խաղաղության ռեժիմում արդեն որոշակի կոմունիկացիոն ծրագրեր իրականացնելու նպատակով կամ դրա համար։ Եվ այս տեսանկյունից Եվրամիության համար Հայաստանը արդեն դառնում է միջոց այդ համաձայնությունների ճանապարհին, Հայաստանին համոզել հնարավորինս արագ եւ հնարավորինս այսպես ընդգրկուն ընդունել այն պայմանները, որ առաջադրում է Ադրբեջանը եւ Ավելի վաղ Եվրոպական միության հանձնաժողովի նախագահը այցելել է Ադրբեջան։ Այս այցը տարածաշրջանային է։ Այցերի մեսիջները գրեթե նույնն էին՝ խաղաղություն, տարածաշրջանային եւ տնտեսական համագործակցություն։ Հուսադրող է Եվրամիության այս ակտիվությունը, որովհետեւ երբեմն թվում է, որ կենացների մակարդակից այն կողմ չի անցնում, բայց իրականում կոնկրետ քայլեր են կատարվում եւ Ադրբեջանում էլ Հայաստանում էլ շեշտվեց խաղաղության կարեւորությունը։ Միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր եվրոների ներդրումներ հենց խաղաղության գործընթացում, կոմունիկացիաների մեջ ներդրումներ, բայց ես կուզեի շեշտել, որ այնուամենայնիվ որոշակի տարբերություններ կան Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների, Ադրբեջանի ուղղությամբ Եվրամիությունը ավելի շատ տնտեսական գեոստրատեգիկ շահեր են, շատ պրագմատիկ, այսպես տրանզակցիոն կարելի ասել, իսկ Հայաստանի պարագայում կա մի շոշափելի տարբերություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, Եվրամիության Հայաստան հարաբերությունները ավելի համապարփակ ու խորն են, նաև հիմնված արժեքների, ընդհանուր արժեքների վրա, բայց այս պահին թույլ կետը տնտեսական համագործակցությունն է։ Ստեղծված իրավիճակում առանցքային է նաև Ռուսաստանի դերը։ Հայաստանը նաև ԵԱՏՄ-ի անդամ է։ ԵԱՏՄ կազմում մնալու կամ դրանից դուրս գալու մասին որևէ հստակություն դեռևս չկա։ Ստեղծված իրավիճակում ինչպես պետք է դրսևորի իրեն Հայաստանը։ Կարծում եմ Հայաստանը առհասարակ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում որևէ կենտրոնի հետ, որևէ ուժային դերակատարի հետ չպետք է թուլացնի իր հարաբերությունը եւ որևէ մեկի հետ իր հարաբերությունը չպետք է կառուցի մյուսի հետ գործակցության եւ հարաբերության հաշվին։ Եվ սա կարծում եմ այսօր որոշակի աքսիոմատիկ ճշմարտություն է ոչ միայն Հայաստանի, այլ մեր տիպի բոլոր երկրների համար։ Բայց Ռուսաստանի ճնշումները Հայաստանի ուղղությամբ հետաքրքիր է, որ Եվրամիության կողմից շատ արագ արձագանք են ստանում, հենց ֆոն դեր Լայենի այցի արդյունքը ինչն էր, որ Հայաստանը պաստորեն լինում է մի բացառիկ երկիր, որ չունենալով ազատ տնտեսական գոտի, ասոցիացիան համաձայնագրից հրաժարվելով, ազատ առևտրային գոտի չունենալով ԵՄ-ի հետ, Եմեն, որպեսզի մեղմացնի ռուսական տնտեսական այդ պատժամիջոցների էֆեկտը, հնարավորություն է տալիս հայկական ապրանքների 80-90%-ի անմաքս արտահանում Եվրամիություն, բայց չպետք է ունենալ այս պահին պատրանքներ, որ Հայաստանը ամբողջությամբ տնտեսապես ինտեգրվում է Եվրամիությանը։ Հայաստան-Եվրամիության մերձեցման եւ համագործակցության մասին ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները։ Ինչ սպասելիքներ ունեք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից։
Ոչ մի լավ բան։ Ես կարծում եմ շատ լավ կլինի, որովհետև ավելի լավ, քան Ռուսաստանի հետ։ Ինչու՞։ Որովհետև քանի տարի 100 դար 200 տարի միշտ մեր հողերը տվել են Լենինից սկսած։ որովհետև իրավիճակը այնպեսին է, որ չգիտես ինչին հավատաս, ում հավատաս, որ կողմ թեքվես, անորոշություն է լրի։ Իսկ Եվրոպայից ինչ սպասելիքներ ունեք։ Ես Եվրոպայից սպասելիքներ չունեմ։ Եվրոպայի հետ պետքներ չէ, թե Հայաստանում ինչ կկատարվի։ Մեր անգամ Եվրոպան երբեք մեզ չի խաբի։ Ինչ որ մեր հույսը դնում են Եվրոպայի եւ Ամերիկայի վրա ինձ թվում։ Ամենաճիշտ բանն է։ Ռուսը ինչ նույնիսկ հենց Ղարաբաղը ինչ արեց։ Խաբեց, վերցրեց ու մենք էլ ցենց մնացինք։ Ակնկալիքները շատ մեծ են, ինձ թվում է, որ ամեն ինչ շատ շքեղ կլինի, շատ լավ կլինի, որովհետև ինքս էլ ապրել եմ 7 տարիներ Եվրոպայում, նոր եմ եկել 5 ամիս, ինձ թվում է պետքա որ լավ լինի, Հայաստանը ծաղկունք լինի։ Հարավային Կովկասը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության օրակարգում, սակայն Հայաստանի համար գլխավոր հարցը մնում է նույնը՝ ինչպես խորացնել համագործակցությունը տարբեր գործընկերների հետ, առանց դառնալու աշխարհաքաղաքական մրցակցության զոհ։ Փորձագետների գնահատականները տարբեր են, հասարակության կարծիքները նույնպես։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան Նյուզ, Երևան։ Ինչ նշանակություն ունի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցը, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Երևանում եւ Բաքվում, ինչ արձագանքներ սպասել Ռուսաստանից։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանի հետ։ Ինչ նշանակություն ունի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցը, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Երևանում եւ Բաքվում։ Կարծում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը շատ կարևոր քաղաքական ազդակ է Հայաստանին, որ Հայաստանը դարձել է Եվրոպական միության քաղաքականության, արտաքին քաղաքականության առավել կարևոր ու տեսանելի գործընկերը Հարավային Կովկասում։ Եվ սա նաև պետք է նշեմ, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներից շատ քիչ այցերից էր, որտեղ խոսվում է ոչ միայն Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների եւ այլնի մասին, այլ նաև տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների, էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային կապակցվածության մասին, սակայն ես կարծում եմ կարևոր է չափազանցված ակնկալիքներ չունենալ եւ իրատես լինել, Եմեն շարունակում է պրագմատիկ քաղաքականություն վարել ամբողջ տարածաշրջանի նկատմամբ եւ եթե Հայաստանի հետ առաջնահերթությունը դա ժողովրդավարությունը ու տնտեսական ինտեգրումն են, ապա օրինակ Ադրբեջանի հետ շարունակում են գերակշռել էներգետիկ եւ ռազմավարական շահերը եւ սա նշանակում է, որ Բրյուսելը չի ընտրում գործընկեր մյուս գործընկերը չհաշվին եւ փորձում է հավասարակշռել քաղաքականությունը տարածաշրջանում։ Նաև կարևոր հանգամանք է, որ հայտարարությունները, որոնք այսօր հնչեցին Երևանում, վերաբերում են հիմնականում առաջարկներին եւ ֆինանսավորման հնարավորություններին, որոնց իրականացումը դեռևս կախված է հետագա քաղաքական որոշումներից, անդամ պետությունների աջակցությունից եւ ծրագրերի հաջող իրագործումից։ Այլ կերպ ասած, սա բացում է նոր հնարավորություններ, բայց ինքնին դեռևս չի նշանակում դրանց լիարժեք իրականացումը։ Մի քանի պայմանավորվածություն այսօր Երևանում ձեռք բերվեց, հիմնականում 4 ուղղություններով են։ Առաջինը տնտեսական համագործակցության խորացմանն է վերաբերվում, այդ թվում հայկական ապրանքների համար ինքնավար առևտրային միջոցների ներդրման նախաձեռնությանը։ Երկրորդը դա կապակցվածության եւ ենթակառուցվածքների զարգացումն է, շուրջ խոսքը այստեղ 200 միլիոն եվրոյի փաթեթի մասին է եւ մինչեւ 2 միլիարդ եվրոյի տարածաշրջանային ներդրումների պատրաստակամություն է հայտնում Եվրոպական միությունը, այդ թվում տրանսպորտային, էներգետիկ եւ թվային տարբեր ծրագրերի համար։ Մյուսը էներգետիկ անվտանգությունն է, Եմեն հայտարարեց, որ պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիային, վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ աշխատել եւ նաեւ նոր տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կապերի ստեղծման նպաստել։ Եվ վերջում նաև Հայաստանի քաղաքացիների ամենասպասված վիզաների ազատականացման գործընթացի մասին նույնպես խոսվեց, սակայն այս մասով հստակ որևէ ժամկետներ չկան։ Եթե նայենք թե Բաքվում ինչ է խոսվել, Բաքվում օրակարգը մի քիչ այլ էր, Բաքվում հիմնականում օրակարգը էներգետիկա, էներգետիկ անվտանգություն, տարածաշրջանային հաղորդակցություններ Եվ նաև սա ցույց է տալիս, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ավելի
արժեքային եւ ինստիտուցիոնալ գործընկերության մասին են, իսկ Ադրբեջանի դեպքում առավել շահահեն եւ շահերի շուրջ համագործակցություն է։ Ինչ արձագանքներ սպասել Ռուսաստանից հաշվի առնելով նաև հայ-ռուսական լարված հարաբերությունները եւ առևտրի առումով Եվրամիությունն այս պահին ինչ կարող է առաջարկել Հայաստանին։ Այսօր թերևս հիմնական օրակարգը տնտեսական օրակարգն էր եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն է, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ այս մասով իհարկե աննախադեպ է, որ Եվրոպական միությունը առաջարկում է իր կողմից կիրառվող այդ միջոցը, որով նախատեսում է Հայաստանի ուրեմն որոշ արտահանման մասը ազատել մաքսատուրքերից, սա բնականաբար Ռուսաստանի բացասական արձագանքին ստանալու է, բայց քանի որ այս պահին հայկական շուկան տարբեր խոչընդոտների է հանդիպում, այս մասով կարծում եմ արդարացված է Եվրոպական միության նաև արձագանքը, Եմեն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, բայց եթե իրատեսական գնահատենք, սա ինքնաբերաբար չի նշանակում, որ հայկական ապրանքները միանգամից հայտնվելու են եվրոպական շուկայում։ Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ խնդիր է դրված 2029-ին ունենալ վիզաների ազատականացում, այս մասին իհարկե ձեր խոսքում որոշակիորեն անդրադարձակ, այս առումով Հայաստանը ձեր գնահատմամբ որքանով է կատարում իր տնային աշխատանքը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ անելիք ունի տնային աշխատանքի մասով, ինչպես նշեցիք, Հայաստանի համար հիմնական մարտահրավերը լինելու է Եվրոպական միության այս քաղաքական աջակցությունը, որ այս պահին կա, վերածել իրական տնտեսական արդյունքների, ինչպես նշեցի, բարձրացնել արտադրողականության որակը, դիվերսիֆիկացնել արտահանումը, բարելավել ներդրումային միջավայրը, համապատասխանեցնել մեր տնտեսությունը եվրոպական չափանիշներին, եւ եթե սա չափի, նույնիսկ ամենալավ քաղաքական պայմանավորվածությունները Եվրոպական միության հետ մնալու են թղթի վրա։